Ուղղաթիռը ջրվեժի բարձունքում է, բայց ոչ թե թռիչքի, այլև աշխարհի ու Գինեսի բազմակի ռեկորդակիր Սաքունց եղբայրներին է սպասում։ Վերջին նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, աշխարհը սպասում է նոր համաշխարհային ռեկորդի։ Յուրին Գինեսի արդեն 10 ռեկորդ ունի գրանցած։ Հերթական ռեկորդը պատրաստվում է րոպեներ անց սահմանել։ Ասել, որ հաղթանակները հեշտ են տրվում, մարզիկը չի կարող։ Այս ամենի ետևում ծանր ու երկարատև աշխատանքն է։ Իրականում շատ հեշտ չի տրվել, կողից շատ հեշտ է երևում, բայց սկսել եմ 1 տոննա քաշ ունեցող մեքենաներից, էլի պարապելով, պատահական փորձեցի, ստացվեց ճկույտ մատով, 1 տոննա, 3 տոննա, առաջի ռեկորդս 17 տարեկան եմ եղել մեքենա քաշելու, 3 տոննանոց մեքենա եմ քաշել, պատկերացրի։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 4 վարկածով աշխարհի չեմպիոն, ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, սթրոնգմենի Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, մարտարվեստների աշխարհի չեմպիոն, ձեռնամարտի 4-րդ դանի վարպետ։ Յուրին տարբեր մարտարվեստներում ձեռք բերած ուժն ու հմտությունները մեկտեղել, հիմա աշխարհին իր ռեկորդներով է զարմացնում։ Պատահական հերոսատեսությամբ տեսա, որ մարզիկը, գերմանացի մարզիկը ռեկորդ է սահմանում, Գինեսի ռեկորդ է սահմանում, ու ինձ թվաց, թե հեշտ է այդ ռեկորդը, 3 հատ ֆուտբոլի գնդակների վրա հենուցանում վարժություն էր անում, այսպես ասած ժիմ էր անում։ 1 րոպեում 47 անգամ արեց։ Դա 16 տարեկան տղա, այդ ժամանակ երիտասարդ, ավելի առույգ ու ակտիվ զբաղվում է սպորտով։ Փորձեցի կրկնել այդ ռեկորդը, շրջանցել, իրականում ստացվեց։ Ճիշտ է, ոչ շատ հեշտ, բայց մի ամիս հետո նույն ռեկորդ արեցի 57 անգամ, այսինքն 1 րոպեում 57 անգամ ժիմ արեցի գնդակների վրա, ու դուց սկսեց հաղթաշավը ռեկորդներ սահմանելու։ Իր հետաքրքրությամբ Յուրին նաև եղբորն է վարակել։ Արթուրը ռեկորդների քանակով մի փոքր զիջում է եղբորը, բայց դեռ երիտասարդ է ու նպատակասլաց։ Րոպեներ հետո կտեսնեք, դուք ականատես կլինեք նոր համաշխարհային սենսացիոն ռեկորդի։ Իմ եղբայրը արդեն ասել է, ճկուտ մատով պետք է քաշի ուղղաթիռը, իսկ ես ատամներով պետք է տեղաշարժեմ այս ուղղաթիռը։ Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը մարտական, նույնիսկ լրագրողների հումորային հարցերին նույն կերպ է պատասխանում։ Ձեր ատամնաբուժը ձեր այս որոշման մասին ինչ կարծիք ունի։ Ես ատամնաբուժ չունեմ, չեմ գնում ատամնաբուժը։ Վստահ լինել, որ ռեկորդը հաջողելու է, ոչ ոք չի կարող։ Ձախողումներ միշտ էլ լինում են։ Մի քանի անգամ փորձելուց հետո չի ստացվել, շատ քրտնաջան պարապմունքներից հետո է ստացվել, իմ ուժը Աստծուց է, ես ինչ կարողանում եմ անել, ամեն ինչ Աստծուց է։ Այո, իմ եղբայրն է 16 տարեկանից ինքը կատարել է ռեկորդներ, ես տեսել եմ, կոպիտ ասած աշկս կերել այն, որ ես էլ պետք է անեմ, շատ անգամներ փորձել եմ, չի եղել հիասթափություններ, ուզեցել եմ էլ չանեմ, բայց Աստծո կամքով, քրտնաջան աշխատանքի շնորհիվ արդեն ես եմ սկսել զբաղվել աշխարհի ռեկորդներով, Հայաստանի ռեկորդներով։ Լարված հանդիսատեսի աչքի առաջ նախ Յուրի Սաքունցն է փորձում համաշխարհային ռեկորդ սահմանել։ Դավայ ախպերս տանելու է։ Բել։ Էլի։ Մարզիկի ճկույթը մի փոքր վնասված, բայց սպասված արդյունքն արձանագրված է։ Ստեկանակ ֆիքսեք մատը, որ սենց մնաց, որովհետև շատ մարդիկ ասում են, էսի հեշտ է, բայց լնայք։ Հաղթանակս նվիրում եմ հայ ժողովրդին, Արաբոց ջոկատի մեր քաջարի մարտիկներին։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացին ինձ ու կանգնեցին իմ կողքին։ Հերթն Արթուր Սաքունցինն է, նույն դիրքից նույն ուղղաթիռը, միայն թե ատամներով պետք է տեղաշարժի։ Անչափ շնորհակալ եմ Աստծուն։ Ես անելուց առաջ էլ ասեցի, որ հոգեբանորեն պատրաստվում եմ միայն Աստծո շնորհիվ։ Գրանցված ռեկորդները նախ կընդգրկվեն Սաքունց ֆեդերացիայի ռեկորդների գրքում, հետո արդեն ըստ պահանջված ընթացակարգի, նաև Գինեսի համաշխարհային ռեկորդների հանձնաժողովին կուղարկվի հայտը։ Պրոցեդուրաները ընդհանրապես իրարից չեն տարբերվում, որովհետև մենք փորձել ենք մաքսիմալ մոտեցնենք մեր ֆեդերացիային, Գինեսի ֆեդերացիային, որպեսզի միանգամից կարողանանք 2 տեղով էլ հայտը ներկայացնել։ Գինեսին մենք հայտը կներկայացնենք, կսպասենք, որպեսզի իրենք պատասխանեն, մեր ֆեդերացիայով միանգամից մենք կգրանցենք ռեկորդը։ Այսօրվա ռեկորդները Գինեսի գրքում անկասկած կգրանցվեն, վստահ են մասնագետները։ Պարզապես գործընթացը մի փոքր ժամանակատար է։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուժ։